Վարչապետ Փաշինյանի ու ամենայն հայոց Գարեգին II կաթողիկոսի միջև առկա լարվածության մասին տեղեկությունները Եվրոպական պալատ են հասել։ Սա Հայաստանի հետ կապված առաջին մտահոգությունն է, որտեղ է գտել լատվիացի պատվիրակ Զանդա Կալնիա Լուկաշևիկայի զեկույցում, որն էլ վեհաժողովն ընդունել է։ Լուրեր են հասել նաև, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու մի քանի հոգևորականներ իշխանությունը զավթելու մտադրություն են ունեցել։ Եվրոպացիներին սա ևս անհանգստացնում է։ Վեհաժողովը ափսոսանք է հայտնում Հայաստանում քաղաքական բոլոր հակառակորդների կողմից դաշտի չափազանց բևեռացման և պիտակավորման համար։ Հայաստանի վերաբերյալ ըստ էության ինչ է ասում այս փաստաթուղթը, ժամին Ստրասբուրգից տեղեկություններ փոխանցելով մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը դրական է գնահատում զեկույցի բովանդակությունը, ընդգծում վեհաժողովը մտահոգություն է հայտնում վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև, ոչ թե պետության ու եկեղեցու լարված փոխհարաբերությունների համար, ինչն ըստ նրա չկա էլ։ Պետության և եկեղեցու միջև չկա լարված հարաբերություն։ Մտահոգություն են հայտնում վարչապետի և եկեղեցու գլխի լարված հարաբերությունների վերաբերյալ, ոչ թե պետության և եկեղեցու միջև։ Պարոն Ռուբինյան, ինչպես է գնահատում ձևակերպումը։ Շատ լավ, ես էլ եմ մտահոգություն հայտնում։ Ընդհանուր առմամբ զեկույցը ինչպես է գնահատում։ Շատ լավ, շատ օգտակար։ Իսկ փորձագիտական համայնքում ճիշտ հակառակ տպավորություններն են, մասնագետների խոսքով նախ առնվազն տհաճ է, որ արդեն վերպետական կառույցներն են անում այս արձանագրումը։ Ինչ վերաբերում է ձևակերպմանը, ապա միջազգայնագետի դիտարկմամբ վարչապետի և եկեղեցու առաջնորդի միջև առկա լարվածություն բանաձևի ներքո, այնուամենայնիվ հենց պետության և հայ առաքելական Սուրբ եկեղեցու լարված փոխհարաբերությունների ենթատեքստն է թաքնված։ Եթե հայկական կողմը այսօր պաշտոնապես հայտարարում է որպես այդպիսին վեհապարի անունը զիջելով, հիմա հասկանալի է, չէ, որ այդուհանդերձ միջազգային իրավունքում եւ վերպետական կառույցներում դա չի կարող այդպես ընկալում ունենալ եւ դա հենց այդ մտահոգությունը այդտեղից է գալիս։ Խնդիրը հասկանում եմ, որ որքան էլ երկրի ներսում է, բայց քանի որ հայոց եկեղեցին նաև ցանցային կառույց է, իրենց հետաքրքրության շրջանակներում է, իրանք դիտարկում են, որ դա ընդհանուր մինչև Հայաստանի ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Այն, որ իշխանության եւ ընդդիմության ջրերն էլ մի առվով չեն հոսում, այս մասին էլ են վկայում եվրոպացիները։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ կոչ են անում բարելավել քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության հարաբերությունները, որ ընտրարշավը լինի կոնկրետ թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ։ Կոչ նաեւ Ալիևի վարչակազմին ազատ արձակեք 23 հայերին, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը նկատի առնելով գրված է զեկույցի Ադրբեջանին վերաբերող հատվածում։ Իդեպ նկատենք, որ փաստաթուղթը Եվրոպայի խորհրդարանականները կազմել են նախորդ տարեվերջին, երբ 4 հայ գերիները Էուլ Ջեքչյանը, Սուջյանը, Դավթյանն ու Վագիվ Խաչատրյանը դեռ Բաքվի բանտերում էին։ Վեհաժողովը կոչ է անում իշխանություններին դադարեցնել հակադարձ հետապնդումները եւ անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում 23 հայ ձերբակալվածներին։ Դա օրակարգային հարց է, այո, դա եւս կոչ է, ուղղված կոնկրետ Բաքվին, հստակ կոչ է, առայժմ որ բոլոր այն գերիները, ռազմագերիները, բարձրաստիճան ղեկավարությունը, զինվորականությունը, որը գտնվում է Բաքվի բանտերում, պետք է օր առաջ ազատ արձակվեն։ Սա ոչ առաջինն է եւ ոչ վերջինը։ Իմիջիայլոց կվերաբերվեն ԵԽԽՎ-ի ցանկացած կոչի։ Մենք բազմիցս ունենք օրինակներ, երբ որ արհամարել է Բաքուն ցանկացած բանաձև։ Ստրասբուրգում նաև ի գիտություն են ընդունում իրենց ձևակերպմամբ Հայաստանի ներկայիս վարչապետի մտադրությունը այս տարվա խորհրդարանական ընտրություններից հետո կազմակերպելու սահմանադրական հանրաքվե։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։